Ինչպես եք մեկնաբանում Հայաստանում այսօրին կատարվող ներքաղաքական իրավիճակը եւ ինչ սպասեք։ Այն ինչ կատարվում է Հայաստանում պետք է դիտել ամբողջության մեջ։ Սա հերթական օղակն է այն մեծ շղթայի, որը կոչվում է քաղաքական ռեպրեսիաներ եւ հալածանքներ։ Հայաստանը վաղուց դուրս է եկել ժողովրդավարության միջավայրից եւ դրա հիմնական պատճառը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Հայաստանի ժողովրդի, Արցախի եւ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերի հստակ ոտնահարումն է այս իշխանության գլխավորությամբ։ Հոգեվորական կլինի թե աշխարհիկ, ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ մենք գործ ունենք դասական ավտորիտար համակարգի, վարչակարգի հետ, որի նախաձեռնած բոլոր քաղաքական գործընթացները հակասում են Հայաստանի սահմանադրությանը, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը։ Ամեն սկսվեց մտքի տերորից, որի պարագլուխն է հենց այս վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, աթոռը զբաղեցնողը, եւ բնականաբար կան պարտավորվածություններ, այսպես ասած, արտաքին աշխարհի հետ, այն աշխարհի, որը երաշխիք է տվել իր իշխանությունում մնալու։ Ամենևին խոսքը արևմուտքի մասին չէ, ոչ էլ Ռուսաստանի, կոնկրետ Թուրքիայի մասին է։ Թուրքիան է, ես բազմիցս եմ ասել եւ առաջիններից եմ ասել, որ միակ արտաքին լեգիտիմությունը, որ այս իշխանությունը ունի, գալիս է պաշտոնական Անկարայից եւ եթե Իրան-Իսրայել այս հակամարտությունը մեջ չընկներ, ապա այս գործընթացը գուցե սրբազան հոր ձերբակալությունը շատ ավելի շուտ լիներ, տեղի ունենար։ Պարզապես այս արանքում ինքը գնաց Թուրքիա, այցելեց Թուրքիա, իր առջև դրեցին դոսյեներ, խոստումներ, որոնք դեռևս 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ինքը խոստացել էր արտաքին իր հովանավորներին եւ հիմա այդ ամբողջը իրականացնելու ժամանակն է եկել, գումարած այդ ամեն ինչին ազգային արժանապատվության եւ հայկական արդարության գլխավոր ինստիտուտի ցավոք պետությունը այդ ինստիտուտը չէ, մեր քաղաքական համակարգի ի վիճակի չէ պաշտպանել հայության եւ հայ ժողովրդի շահերը, հայ եկեղեցին որպես ազգային գլխավոր ինստիտուտ ինքն է ստանձնել այդ դերակատարումը եւ կհիշենք վեհապար հոր այս սրացումները երբ սկսվեցին Բեռնում, վեհապար հոր հայտնի ելույթից, արցախանպաստ, հայանպաստ ելույթից հետո, ինչը ոչ ադեկվատ անհավասարակշիռ հոգեխանգարմունքի հասնող ժեստերով եւ խոսույթով աչքի ընկավ այս անձնավորությունը։ Սա դրա տրամաբանական շարունակությունը եւ տանելու է մինչեւ վերջ բնականաբար, ունենալով լիաթոք լիարժեք աջակցություն Թուրքիայից աշխարհում չկա որևէ պետություն, որը շահագրգռված լինի Հայաստանի դիրքերի թուլացմամբ, սա շատ կարեւոր բան է։ Գեոպոլիտիկ իրողությունները պետք է մենք ճիշտ հասկանանք, ճիշտ վերլուծենք։ Ոչ Արևմուտքին, ոչ Ռուսաստանին, ոչ Չինաստանին, ոչ Հնդկաստանին, ոչ մի պետության, Իրանին առավել եւս ձեռնտու չէ Հայաստան, թույլ Հայաստան ունենալ այս տարածաշրջանում, որովհետեւ ռազմավարական բալանսավորումների հարց է։ Այստեղ կա բացառապես երկու իշխանություն, Անկարայում եւ Երևանում, պաշտոնական իշխանությունները, որոնք պատկերացնում են, որ մեծ Թուրանի ճանապարհը պետք է հարթ լինի եւ այս իշխանությունը ամենահարմար իշխանությունն է այդ նպատակի իրականացման համար։ Ամենը դիտարկում եք որպես եկեղեցու դեմ պայքարի մի մաս, որովհետեւ առաջիկայում գործողություններ են սպասվում, իշխանության կողմից որ պետք է իրականացվի, նույնիսկ ծրագիրն է հրապարակված եւ նաեւ հակազդեցություն է կանխելու համար միջոցներ են ձեռնարկում ընդդիմությանը ձերբակալելով։ Այսինքն տեսնում եք կապը եկեղեցու դեմ պայքարի միարժեք կա այդ կապը, բայց ես ուզում եմ մի փոքր փակագիծ բացել։ Այս խնդրին պետք է երկու առումով նայել եւ ներքին դաշտում եւ արտաքին դաշտում ինչ մեսեջինգ է գնում, ինչ ուղերձներ են գնում։ Այս սրբազան պայքարի կամ սրբազան շարժման ակտիվիստների նկատմամբ այս սանկցիաները, եթե կարելի է ասել, հիմնական մեսեջը արտաքին աշխարհին է ուղղված։ Հիմա ես առաջին անգամ մի հետաքրքիր բան կասեմ ձեզ, եթե ուսումնասիրեք նույն Թուրքիայում այն ինչ տեղի ունեցավ 2011-19 թվականներին, 20 թվականում, մոտ 1 տասնամյակ, այն լեյբլինգը կամ պիտակավորումը, որը անում է ցանկացած իշխանություն այդ տեխնոլոգիան իրականացնում է, նույնը իրականացվել է Թուրքիայում։
խոսքը գյուլենական շարժմանն է վերաբերվում։ Հիմա իրենք փորձում են մարգինալացնել, մեկուսացնել ընդդիմադիր շարժումը, պիտակավորելով այսպես կոչված որպես տերորիստական, չգիտեմ ինչ, թեև եփացավիցի ծաղն անգամ կգա, այն մանկապարտեզի մակարդակի տեխնոլոգիաները, որ կիրառում են արհեստական բանականությունից սկսած, մինչև չմշկված, չհղկված, անտակտ եւ բանի հետ որևէ կապ չունեցող տեքստեր։ Ես ձեզի դեպ մի բան ասեմ, որպես սրբազան հոր ընկեր եւ հոգեվոր զավակ, գիտեք Կիրանցում երբ այս ամեն ինչը սկսվեց, Կիրանցից երբ սկսվեց, մենք օրական քանի նմանատիպ թուղթ էինք ստանում։ Օրական երևի մի 100 հոգի նման ծրագիր բերում էր։ Հիմա կարող է նույն ԿՊ կոչեցյալ ոհմակը իր մտասևեռումների մեջ այսպես դրել եւ գրել է, ասել է, որ սա որպես հեղաշրջման, չգիտեմ, ծրագիր։ Հեղաշրջումը միշտ լինում է այստեղ, չի լինում թղթի վրա, սա էլի գիտություն պարզապես։ Տեսեք, ներքին լսարանի առումով Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվում են բնականաբար բարբերաբար դրվում են սոցհարցումների եւ կառույցների անհատների հեղինակության անկման, տատանումների, մակընթացությունների վերաբերյալ տվյալներ։ Այս ջղագրգիռ պահվածքը, ոչ ադեկվատ շարժումները բացառապես խոսում են այն մասին, որ իր վարկանիշը շրշակից էլ ցածր է եւ ինքը 26 թվականին պատրաստվելու համար սեփական զոմբիլենդը մոբիլիզացնելու խնդիր ունի։ Ես նույնիսկ տեսեք այդ բառը չեմ ուզում գործածել, բայց քանի տեղ եկա, ասեմ, ինչ է նշանակում տերորիստական։ Սրանք այնքան կարճատես են, որ նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ Հայաստանը այդ եզրույթը պաշտոնական մակարդակով շրջանառելով հայտնվելու է միջազգային մարգինալացման այնպիսի պայմաններում, որ մենք դրա տակից, դրա հետևանքներից դուրս չենք գալու։ Տեսեք, հիմա ինքը այսպես ասում է, որ դուք պահում եք տերորիստական, այսպես ասած, խմբավորումներ, վաղ միսօր Ադրբեջանը ասելու է, դե տերորիստներն են ուզում գալ իշխանության։ Եվ աշխատանքը հակապիար մեզ հերիք չէ այդ 50 միլիարդ դոլարի 55-ի միջանցքի, չգիտեմ ինչի պահանջները ադրբեջանցիների այսպես վերադարձի այսպես կոչված խնդիրները հիմա մի հատ էլ մենք ավելացնում ենք, այսինքն այս իշխանությունը լրացուցիչ լակմուսի թուղթ է տալիս Հայաստանի թշնամիներին հետագայում իհարկե հետագայում լրացուցիչ ճնշումներ բանեցնելու եւ այդ ամբողջը որպես խաղաթղթեր հետագայում ընտրությունների ժամանակ օգտագործելու համար։ Հեսիմե ջան, դուք 2.5 տասնամյակից ավելի մեդիայում եք եւ դուք շատ լավ պատկերացնում եք, շատ լավ գիտեք, որ մեդիայի հետ առնչվող պրոֆեսիոնալը ցանկացած կադր կամ ձայն, որ լսում է, ինքը կարող է ախտորոշել այդ ամբողջը։ Եվ ձայնի տեմբրի փոփոխությունը, միջավայրի հետնաձայնի, բեքգրաունդի ձայնի փոփոխությունը, տարբերությունը, խշշոցները, այդ ամբողջ շատ հանգիստ կարելի է արհեստական բանականության վաղուց անել։ Ընդհանուր մինչև արհեստական բանականություն, ես կարող եմ նույնիսկ ծրագրերի անուններ ասել, ինչով կարելի է այդ ամբողջը անել։ Այդտեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև դատարան իհարկե, եթե խելքը գլխի մարդ կա այստեղ, պիտի փորձաքննության ուղարկի եւ ասի, որ ուրիշ թաղում խաղացեք, էլի, սա կրկես է պարզապես։ Իրեղեն ապացույցներ բնականաբար չկան, ինչ է ֆուտբոլի դաշտ, որ մարդիկ գնում են, ինչ որ ճայթուկներ են վերցնում, չէ, իրենց հետ։ Դրանք գտել են, ասում են, որ դրանով հեղաշրջում են անել։ 10 տարվա ընթացքում Հայաստանում 3 լուրջ բանդա է ձերբակալվել, բացահայտվել եւ իրենց արսենալը եւ զինանոցը, որ մենք տեսնեինք, այդ ժամանակ կարելի էր հասկանալ, թե ինչ է նշանակում հեղաշրջում։ Դուք որսորդական զենքերով պատկերացնում եք խաղաղության, արժանապատվության, հայրենատիրության քարոզանող մարդը, որսորդական հրացանով պիտի գնա հեղաշրջում անի, սա ինչ խեղճ է։ Գիտեք, այդ նախարարների ցուցակի վերաբերյալ մի հետաքրքիր բան ասեմ։ Դիմադրության շարժումից մինչև հայրենիքի փրկության շարժում, հակառակը մինչև սրբազան շարժում, հրապարակում ճեմող ցանկացած մարդու գրպանից կարելի էր գտնել 20 նմանատիպ ցուցակ, որտեղ իր հարազատներին պատկերացնում էր, չգիտեմ ինչ, նույնիսկ եղել է, որ
ցույցերից մեկի ժամանակ ես միաժամանակ մի քանի էկոնոմիկայի նախարարի եմ հանդիպել ապագա։ Հիմա սրանք խեղկատակություն են, ուղղակի այստեղ զուտ PR-ի տեսանկյունից շատ կարևոր է մենք խուսափենք եւ հորդորում եմ մեդիայի գործընկերներին, բոլորին աշխատել այդ եզրույթը, որը իրենք գործածում են եւ հիմա տիրաժավորում են տերորիստական, շատ չտիրաժավորել, որովհետեւ դա առաջին հերթին նախ ակնհայտ կեղծիք է շուտ է իմ փոքր 7-ամյա երեխային, եթե նման բան ասեմ, նույնիսկ կծիծաղի, որովհետև ինքը ավելի լուրջ շեղաշրջում կկարողանա անել, քան սրանց պատկերացրածը։ Եվ երկրորդը Հայաստանի Հանրապետության դիրքերը չպետք է թույլատրել անկախ ամեն ինչից, անկախ մեր ունեցած վերաբերմունքից այս կամ այն անձի նկատմամբ, մենք պիտի մտածենք նաև վաղվա մասին։ Սրանք գնացող են, սրանք վաղը գնալու են։ Եթե այսքան խոճապահար չլինեին, ցայտնոտի մեջ չլինեին, նման հիստերիկ շարժումներ եւ ապաքաղաքական տեխնոլոգիաներ չէին գործածի սուտա։ Նիկոլ Փաշինյանին տևական ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ էին համարում, բայց վերջին շրջանում մենք տեսանք, թե ինչ գրոհ է սկսել Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, հատկապես կաթողիկոսի հետ հանդիպումից հետո, իսկ Աննա Հակոբյանն ընդհանրապես անցավ բոլոր գծերը, էլ մեռելից դա չի, գիտնական ոչի եւ նման որակումներ տալով առաջին նախագահին, ընդհանրապես ձեր կարծիքով այս իշխանությունները ում հոգեզավակն է, եթե գնահատական տակ ու կարմիր գծերի առումով ինչ կասեք, փաստորեն չկան, անգամ մարդու շնորհիվ, որի շնորհիվ հայտնվել էր խորհրդարանում, հակխմբակցության падգամավորը եւ այլն, անգամ դա չի կանգնեցնում այդ մարդկանց։ Մինչև այդ կարմիր գծերը անդրադառնալ, ձեզ մի բան ասեմ, Բագրատ Սրբազանի հետ ես ձեր հարցազրույցը նայել եմ եւ համարում եմ, որ դուք էլ եք իր հոգեզավակը ինչ որ առումով, գաղափարական առումով, գուցե այդ իմաստով իհարկե չէի ցանկանա ինձ եւ ձեզ համեմատել նույն այդ անձնավորությունների հետ, բայց կարմիր գծերի առումով սրանք սրբապիղծ են, սրանք որևէ կարմիր գիծ չունեն։ Հիմա ամեն ինչ եթե մի կողմ թողնենք, ամեն ինչ վերանանք մի պահ։ Ես ամեն օր 7-րդ աշխարհ եմ գնում գալիս այն նվաստացումից եւ անպատվությունից, գետինն եմ մտնում, կարդալով նրա գրառումները։ Նրա տիկնոջ, չգիտեմ, ինչեւ այլ։ ԿՊ որպես այդպեսին գոյություն ունի, գոյությունի ոհմակ, քաղաքական ոհմակ, որը զավթել է իշխանություն։ Ավելին ասեմ ձեզ, եթե կա մի տերորիստ Հայաստանում, որը ահաբեկել է սեփական ժողովրդին եւ հայրենավաճառքով է զբաղվել, դա Նիկոլ Փաշինյանն է։ Այնպես որ իրենց падգամավորներից որոշ կենթանիների հետ ասոցացվող, շրջանառում են, անունները չտամ, այդ որ ասում են ստահակ տերորիստներ, մեզ ամենամեծ տերորիստի հասցեն ասում են Նիկոլ Փաշինյան, եթե դու քո ղեկավարին այդպես ես դիմում, ես միայն գլխարկս խոնարհում եմ քո առաջ։ Կեցես։ Բանվերն արդեն հայտնի դարձավ, որ Արցախի հանրապետության ազգային ժողովի падգամավորը կալանավորվեց 2 ամսով, սա ինքնին ենթադրում է, որ այս շղթայաձև գնալու է։ Իհարկե շղթայաձև գնալու է, ես ավելին չեմ բացառում, որ ազգային արժանապատվությունը պահող քաղաքական ուժերը, կուսակցությունները, անձինք, անհատներ, հեղինակություններ լինելու են շղթայի հաջորդ օղակը։ Ինչու՞, որովհետև մի հետաքրքիր փաստել չմոռանանք, ազգային անվտանգության ծառայության պետի փոփոխությունը, ինչին հաջորդեց ոչ միայն հակափաշինյանական այսպես գործողությունները չզսպելու եւ այլն, այլ ակտիվորեն ամեն ինչ արեցին, որպեսզի Արցախի նախագահի ընտրությունը տապալվի։ Եվ հիմա Արցախի ընդհանրապես խորհրդարանի նախագահի պետական ինստիտուտների գործառնության խնդիր, երբ որ նորից օրակարգ է եկել, պետք է խափանել այդ ամբողջը, մտնել ընդհուպ Արցախի ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությունները եւ ես չեմ բացառում, որ հաջորդ այսպես սկալանավորվողները լինեն դարձյալ Արցախի տարբեր խորհրդարան տարբեր խմբակցություններից։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։